Մարուկյանը ունի բավականին բարձր ինտելեկտ եւ շատ դեպքերում ինքը կարող խոսա ողջամիտ բաներ, ելնելով իր նպատակահարմարությունից, այսինքն չի կարելի հանել Էդմոն Մարուկյանի մի ինչ-որ առանձին վերցրած լայվ եւ օրինակ նայել քննարկել բովանդակությունը իր լայվի եւ ասել, ահա տեսնում եք ինքը այստեղ ուրեմն Նիկոլին հակառակ բաներ է խոսում եւ հիմնավորում է, շատ դեպքերում այո ինքը հիմնավորված քննադատում է Նիկոլին այս վերջին շրջանում, հա, եւ ուստի եթե ինչ-որ մեկը չի տիրապետում ներքաղաքական պատկերին, կարող է ասի, որ այս Էդմոնը լավ էլ ընդդիմադիր է, լավ էլ խոսում է, ինչ որ հետաքրքիր բաներ էլ ասում։ Այո, այս փուլում ինքը շատ դեպքերում խոսում է տրամաբանված, խոսում է Նիկոլին դեմ եւ այլն, բայց մենք հասկանում ենք, չէ՞, որ այդ եղել է այն մարդը, որը պատերազմից հետո ստանձնել էր, վրա ընդդիմադիր կեցվածք ունենալուց հետո, երբ որ ինքը այն ժամանակ էր ընդդիմադիր խաղում, եկել է վերցրել է Նիկոլից հատուկ դեսպանի պաշտոնը, իբր այդտեղ բան անելով, հա, որ ես պետության համար օգտակար բան, ինչ որ ցիրկ էլի, այսինքն Պրագայում գնացին տվեցին, ինքը հատուկ հանձնարարականներով դեսպաս մեզ կապ չունի։